Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը Ինոմեդիա մեդիահարթակի և Armenpress լրատվական գործակալության հետ համատեղ շարունակում է իր գիտանկյուն փոդքասթաշարը։ Այսօրվա մեր հյուրը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Միքայել Չոբանյանն է։ Ողջույն Միքայել, շնորհակալ ենք, որ այստեղ եք։ Միքայել, եթե անկեղծ ձեր հետ հարցազրույցին պատրաստվելու համար երկար որոնումներ ենք ունեցել, սկսած ձեր սոցիալական հարթակները ուսումնասիրելուց, երևի վերջացրած ձեր հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հոդվածների ընթերցում։ Ճիշտ է, արդյոք պատկերացումը, որ գիտությունը ձեզ հետաքրքրել է դեռ դպրոցական տարիներից։ Ձեզ համար հետաքրքիր է, այսպես ասած, եղել այս ոլորտը։ Իրականում այո, քանի որ արդեն ավագ դպրոցում ունելով հետաքրքրություն դեպի քիմիան, տեղափոխվել եմ հատուկ դպրոց, որտեղ ավելի խորացված են հիմնականում բնագիտական առարկաները, մաթեմատիկան, ինչը հետագայում ինձ բերեց քիմիայի ֆակուլտետ, ու այդտեղից էր սկսված ճանապարհը դեպի գիտություն։ Իսկ ինչու հենց քիմիա, դա սեր էր առարկայի նկատմամբ, թե հետագայում ձևավորվեց ճանապարհը։ Չունեմ պատասխան, ուղղակի ընտրություն էր։ Իսկ քիմիայի ֆակուլտետ եկաք այն ակնկալիքները, որոնք որ ունեիք, արդարացան։ Ես վերջերս նայում էի հենց քիմիայի ֆակուլտետի դեկանի հարցազրույցներից մեկը, նշում էր, որ ֆակուլտետ ուսանողները գալով արդեն իսկ հնարավորություն են ունենում գիտության ոլորտ մուտք գործելու իրենց հետազոտություններով, լաբորատոր աշխատանքներով եւ այլն։ Եթե դա իրոք այդպես է, ինչն էր ուսանող Միքայելի բակալավրիատի տարիներին ուսումնասիրության տիրույթում։ Ես հասել եմ կամ որ 2019 թվականին եմ ընտրվել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ, ժամանակ իրադրությունը մի փոքր այլ էր, հիմա շատ ավելի շատ հնարավորություններ կան այն ժամանակ, բայց մաքսիմալ փորձում էին դասախոսական կազմը այնպես անել, որ ուսանողը գիտությունից կտրված չլինի։ Ճիշտ է, դժվարության, որովհետև հնարավորությունները նյութատեխնիկական բազան լաբորատորիաների հագեցվածությունը այնպեսին չէ, ինչպես են հիմա, բայց էլի ամեն կերպ փորձում էր ուսանողների մոտ դեպի գիտություն անցումը ապահովել։ Իմ մոտ առաջի անգամ դեպի գիտություն քայլը եղավ երկրորդ կուրսի երկրորդ կեսում, երբ մասնակցեցի հեղուկային քրոմատոգրաֆիայի դասընթացի, պարոն Հայրապետյանն էր վարում, որից հետո սկսեցինք միասին աշխատել մինչև 4-րդ կուրս, միասին տպագրվել, մինչև հիմա որոշ համագործակցության եզր ունենք։ Բայց մենք խոսեցինք այս գիտության հետաքրքրությունից, մի հարց իմ մոտ միևնույն է, ասենց բաց էր մնում։ Բոլորը չէ, որ դպրոցական տարիներից գիտության հանդեպ հետաքրքրություն ունենում են։ Ինչ որ իմաստով շատ հաճախ ծնողները կամ շրջապատի մարդիկ, դրա մեջ լինում են, որ կողքից տեսնելով նաև հետաքրքրություն արտնանում։ Կար այդպիսի մարդ, մոտիվացիա։ Կար իրականում, կամ երևի ծնողներից է բխում։ Իմ դեպքում հիմնական շարժիչ ուժը եղել է այն, որ միշտ ինչու հարցի պատասխան եմ ստացել, իսկ մի բան գալիս էր, որ ինչու հարցերի պատասխանները շատ են, ու պիտի արդեն գրքերից կամ ինչ-որ ռեսուրսներից փորձել այդ ինչու հարցերի պատասխանները ստանալ, ու դա բերում է արդեն մասնագիտական գրականությանը ու դեպի գիտության ճանապարհին։ Քիմիայի ծանցում կատարեցիք հաշվարկային նյութագիտությանը, որքանով փոխվեց ձեր ուսումնասիրության դաշտը, թե դա պարզապես բակալավրիատի շարունակությունն էր։ Բարդ հարց իրականում, որովհետև իրականում բավականին փոխվեց, որովհետև բակալավրում պարոն Հայրապետյանի հետ մեր ուսումնասիրության առարկան դա ծակոտկեն նյութերն էր, մենք ծակոտկեն նյութեր ենք ստեղծում ու ուսումնասիրում, իսկ արդեն հաշվարկային լաբորատորիայում հիմնական մեր ուղղությունը դա նոր մարդկոսային տեխնոլոգիաների նախագծումն ու հաշվարկային նոր նյութերի հաշվարկային մարդկոսային մարտկերացնելու համար փնտրտուքն է, հիմնական օգտագործելով հաշվարկային տեխնոլոգիաներ, հաշվարկային մեթոդներ, ամենաֆունդամենտալ տարբերությունն այն է, որ միտեղ էքսպերիմենտալ էր, այսինքն դու քո ձեռքերով կարող ես սինթեզել տեսնել, իսկ այստեղ ամբողջը հիմնված է հաշվարկների վրա։ Ուսումնասիրության առարկաները փոխվել։ Լավ,
մինչև հարցազրույց ունեցած մեր զրույցից էլ արդեն տպավորություն էր, որ մի փոքր ոլորտը մեր համար նոր է ու ըստ էության ոլորտը երիտասարդ է։ Ենթադրում եմ, որ մեզ դիտողների համար էլ հետաքրքիր է մի փոքր ավելի կենցաղային օրինակներով, հա, առարկայական դարձնենք մեր խոսակցությունը։ Ինչի մասն է նյութագիտությունը։ Մեր առօրյայում ինչը տեսնելով կարող ենք հասկանալ, որ այս դրա հիմքում հենց նյութագիտությունը առանց դրա չէր լինի։ Իրականում հարցը կարող մի փոքր հույսաձևակերպենք, ինչի մեջ կարող ենք նյութագիտություն չտեսնել ու մենակ պատասխանը չկա այնպիսի ոլորտ հիմա, որտեղ նյութագիտության խնդրի առարկա չունենենք։ Եթե պարզ փորձենք հնարավորինս պարզ հասկանալ ինչի մասն է խոսքը նյութագիտություն ասելով, դա երբ որ ունենք ինչ-որ մի խնդիր, ողվում է արդեն նյութի ֆիզիկա-քիմիական հատկություններին, այսինքն տվյալ խնդիրը լուծելու համար պետք է գտնել ինչ-որ մի նյութ, որը որ ունենա շատ ներձևակերպված հատկություններ, ապա անցնում ենք նյութագիտության խնդրի առարկային։ Այսինքն պետք է գտնել նախագծել ստեղծել սինթեզել նյութ, որը մեր բաժները կբավարարի։ Դրանով զբաղվում նյութագիտությունը կա մի քանի մոտեցում, դա փորձական տարբերակն է, երբ որ փորձի միջոցով տարբեր տարբերակներ փորձելով մենք գտնում ենք օպտիմալը, կա հաշվարկային մեթոդներ, երբ որ օգտվում ենք մոդելավորման մեթոդներից ու մեր հարցի պատասխանը ստանում ենք արդյոք տվյալ նյութը մեր խնդրին բավարարում է թե չէ ու հետո արդեն մտածում ենք ինչպես ստանանք այդ նյութը։ Հիմա մենք զբաղվում ենք երկրորդ մասով։ Քիմիա, նյութագիտություն, հիմա ֆիզիկայի ինստիտուտում եք, ժամանակին կիսվել էի Կարեկ Դանագուլյանի հարցազրույցներից մեկով, որտեղ նա իր այդ վերաբերմունքն էր, հա, նաև արտահայտում ֆիզիկայի նկատմամբ, ասել է, որ դպրոցում չէր սիրում ֆիզիկան, հենց այն պատճառով, որ լավ չէր դասավանդվում։ Ֆիզիկայի հանդեպ, այս նյութագիտության հանդեպ ձեր սերը նման էր այս պատմությանը, հա, գիտնականի այդ դասավանդման փոփոխություններ եղան, որ անցումը այսպես ոլորտային, նույն ոլորտի մեջ, բայց ամեն դեպքում փոփոխություններ եղան։ Իրականում անցումը պատահական է եղել։ Այսինքն ծառայել լաբորատորիան, Զաքարյանի ղեկավարությամբ, իմ ընկերներից մեկը աշխատում էր լաբորատորիայում եւ եկավ ժամանակը, մենք Վարդան Հարապետյանի հետ արդեն էլ չունեինք պրոյեկտներ, մեր պրոյեկտները արդեն իրենց վերջնական փուլում են, երբ որ պիտի արդեն հրապարակումները գրվեին ու արդեն հոդվածները գրվեին ուղղակի հրապարակման։ Այդ ժամանակ ես մտածում էի դիպլոմային ղեկավար ընտրելու մասին ու իմ ընկերը խորհրդված որ հետաքրքիր ծրագիր կա, հետաքրքիր պրոյեկտ կա, որի որ եթե հետաքրքրի արի փորձի կուզենաս արա, չէ, ոնց որ which բան կգտնես, հենց գնացի, սկսեցինք միասին աշխատել ու 2022 թվականից արդեն ոլորտում եմ։ Արդեն 4 տարի։ Երևի անցում կատարենք ձեր հետազոտությանը, հետազոտությունը որքանով տեղյակ ենք վերաբերում է օրգանական նյութերին, որոնք կարող են օգտագործվել նատրիումիոնային մարտկոցներում, ելի եւ իմ ու Մարինայի համար եւ մեզ դիտողների համար ավելի པարզ կենցաղային օրինակով կբացատրեք ինչ նպատակ ունի հետազոտությունը, ինչին է վերաբերում։ Փորձեմ բացատրել։ Տեսեք, հիմա մարտկոցային տեխնոլոգիաներում գերակշռում է լիթիումը, որը մի քանի հիմնական խնդիր ունի։ Առաջինը դա շուկայական արժեքն է, գնալով թանկանում է, քանի որ ի տարբերություն այս նատրիումի օրինակ, ինքը բավականին քիչ է բնության մեջ տարածված։ Երկրորդը դա անվտանգային խնդիրներն են, այսինքն շատ է լինում, որ լիթիում կարող է ինչ-որ ինտերնետ ռեսուրսներում գտնել։ Լիթիում-իոնական մարտկոցները հրդեհվում են, պայթում են, իրենց կյանքի տևողությունն է բավականին կարճ ու բացի դրանից կա խնդիր այդ օգտագործված մարտկոցները, որոնք արդեն իրենց ծառայության ժամկետը սպառել են, ինչ-որ ձև վերամշակելու ու նաև այդ խնդիրն է բաց, դրա համար փնտրվում են այլընտրանքային տեխնոլոգիաներ լիթիումը փոխարինելու։ Լիթիումին ամենամոտ մյուս մետաղը, որ կարելի է օգտագործել, դա նատրիումն է, բայց կա խնդիր, նատրիումը ավելի մեծ է, քան լիթիումը, ու դրա պատճառով մեզ հայտնի տեխնոլոգիաները գիարեջ են այդ դեպքում, այսինքն եթե վերցնենք ուղղակի փոխենք լիթիումը նատրիումին, մեր մարտկոցները նույնքան չեն աշխատի, դրա համար պիտի ուրիշ փոփոխություններ անենք։ Այդ փոփոխություններից մեկը կաթոդանոդային նյութերի փնտրտուքն է, որով մենք հենց զբաղվում ենք։ Ինչի օրգանականը, որովհետև ավելի հեշտ է նախագծել, օրգանական նյութերի աշխարհը բավականին մեծ է, մի քանի տասնյակ միլիոն էքսպերիմենտալ հայտնի նյութեր կան ու մի քանի միլիարդ տեսականորեն կանխատեսված նյութեր կան, որոնք որ հետագայում կարող են արդեն ոչ միայն
մարտկոցներում նաև ցանկացած ուրիշ տեղ ծառայել որպես պոտենցիալ կիրառման նյութ։ Իսկ հետազոտության գլխավոր նպատակը ո՞րն է։ Հետազոտության գլխավոր նպատակը գտնել նյութեր, որոնք որ կարող են ծառայել որպես կաթոդ նատրիում օրգանական մարտկոցներում։ Այս ուղղությամբ նշանակալի արդյունքներ արդեն ունենք, թե դեռ ընթացքի մեջ ենք։ Գիտեմ նաև որ մեթոդի ուղղությամբ եք մշակման ուղղությամբ եք դուք աշխատում, եթե փակագծերի բացենք, ինչ մեթոդի մասին է խոսքը։ Շատ մանրամասնությունների մեջ չխորանելով փորձում ավելի կարճ ավելի հասկանալի ձևով, տեսեք հաշվարկային նյութագիտության մեջ կան տարածված մեթոդներ, որոնցով որ կարելի է որոշ խնդիրների հարցային պատասխան տալ։ Դրանցից մեկը կայունության հարցն է, քանի որ անօրգանական նյութերի դեպքում դա արդեն վաղուց հայտնի մեթոդաբանություն է, որով կարելի է մի նյութի կայունությունը մյուսի նկատմամբ գնահատել։ Օրգանականի դեպքում դա բացակայում է։ Մենք փորձում ենք մշակել մեթոդ, որը առաջի մոտավորությամբ, այսինքն ոչ շատ ճշգրիտ, բայց կանխատեսումների մակարդակով, այսինքն ուղղակի առաջնային ֆիլտրման համար կտա մեզ պատկերացում, արդյոք տվյալ նյութը տվյալ պայմաններում կայուն կլինի, թե չէ։ Ինչ ժամկետների մասն է խոսքը։ Մոտավորապես ինչքան կրճատվի ամբողջ ճանապարհը։ Կրճատման մասին քիչ դժվար է խոսել, որովհետև երկու տարբերակ կա այդտեղ։ Առաջինը գտնել նյութը, որը որ հարմար է տվյալ կիրառության համար, նրան սինթեզել, փորձել կայունությունը, որը որ կարող է տևել տարիներ։ Ու երկրորդը հաշվարկային մեթոդով կանխատեսել կայունությունը, եթե կայունությունը բարձր կայունություն ցույց կտա, ապա զբաղվել դրա սինթեզով։ Հիմա եթե առաջ դեպքում կարող տևել տարիներ, ըստ դեպքում կարող տևի մի քանի շաբաթ գնահատելու համար արդյոք պետք է նյութի սինթեզով զբաղվել, թե չէ։ Դուք ակտիվորեն նաև համագործակցում եք Շվեդիայի Կարլստադի համալսարանի լաբորատորիայի հետ, այդ տեսնելով այդ միջազգային փորձը, շուկան, ինչ եք կարծում, Հայաստանը այս խաղադաշտում կհայտնվի, թե սա մեծ երկրների, տեխնոլոգիական մեծ երկրների խաղադաշտն է միայն։ Ճիշտ ասած, պիտի դա սահմանել խաղադաշտի սահմանները ինչի նկատի ունենք խաղադաշտ ասելով, եթե տեխնոլոգիական զարգացման, ինչ-որ տեխնոլոգիական զարգացման ուղու մեջ ներդրման մասին է, անպայման կունենա, բայց lab to fab կոչված է, այսինքն լաբորատորիայից արտադրություն հասնելը դեռ բավականին հեռու ենք։ Ճիշտ է, մոտ պատկերացումը, որ արդյունավետությունից երբ որ խոսեցիք նոր նյութերի, դրանք նաև էկոլոգիական իմաստով ավելի ոնց որ լավ դիրքերում են լինելու, քան մյուս նյութերը, հա։ Միանշանակ պատասխան չկա, բայց կա մոտեցում, կա հեռանկար, որ կլինեն, ինչի միանշանակ չկա, որովհետև առաջինը օգտագործող լիթիում-իոնական մարտկոսի տեխնոլոգիաներում, նշեցի լիթիումը կամ չի վերամշակվում, կամ շատ դժվար է, այսինքն հիմա ուղղակի դրանց կուտակում են հետագայում տեխնոլոգիական զարգացման ընթացքում ինչ-որ մեթոդներ, երբ որ կծնվեն, դրանցով վերամշակելու համար։ Իսկ օրգանականների դեպքում խնդիրն անում է ինչպես կսինթեզվի այդ նյութը։ Եթե նյութի սինթեզը բավականին հեշտ լինի ու էկոլոգիապես մաքուր, ապա այո, որովհետև միշտ կարելի է իրենց այրել ու վերամշակման խնդիրը լուծել։ Իսկ հիմնականում խնդիրը սինթեզի մեջ է, որը որ մեր հետազոտության սահմաններից դուրս է։ Եվ այդ դեպքում այն ոլորտային դժվարություններ, որոնց պետք է պատրաստ լինել։ Նյութագիտությունը ավելի կոնկրետ հաշվարկայինը, ինքը միշտ առարկայական, միշտ գիտակարգային գիտություն է, այսինքն դու զբաղվելով հաշվարկային գիտությամբ պետք են գիտելիքներ ֆիզիկայից, քիմիայից, որոշ ծրագրավորման հմտություններ, մաթեմատիկա, ցանցային ադմինիստրացիա կարողանալ հաշվարկներ դնել, պետք է իմանալ Linux-ի գիտելիքներ, որպեսզի կարողանալ այդ համակարգերը շփվել, ու քանի որ չկա այդպիսի ծրագիր, որ ամբողջը սովորեցնեն, դա մնում է մարդու ուսերին, այսինքն դու պիտի կտոր հավաքես։ Նյութագիտության մագիստրոսականի ժամանակ որոշ մասը ծրագրի շրջանակներում ուսուցանումը բայց էլի բացեր մնում են, որը որ մնում է մարդու ուսերին, որպեսզի ինքը կարողանա լրացնել ու հնարավորություն ունենա ամբողջական գիտությամբ զբաղվել։ Ասենց
կուսակցության մի ոլորտային սահմանափակման մասին խոսել, որը որ մեր գոլեգաները մի քիչ լավ չեն պատկերացնում ու մեզ ձրի գիտություն են անվանում, որովհետև մենք էքսպերիմենտալ գիտնականներ չենք, դա հաշվարկային ռեսուրսների սահմանափակումն է, մեր պրոյեկտները շատ մեծ ծավալի հաշվարկային ռեսուրսներ են իրենից ենթադրում, որը որ մինչև ոչ վաղանցյալ մենք չունենք Հայաստանում։ Հիմա ունենք անստավոր սուպեր համակարգիչը, Երևանի պետական համալսարանում գնվել է GPU-ներով, այսինքն վիդեոկարտերով գերհամակարգիչ, հնարավորություն ենք օգտվելու ուրիշ արտերկրում գտնվող սուպեր համակարգիչներից, որտեղ տալիս միջազգային մակարդակի անել, այսինքն գոնե հետ չմնալ ռեսուրսների տես, այսինքն իսկ գաղափարների պակաս չենք ունեցել։ Ամեն դեպքում բացի նեղ շրջանակ ունենալուց ընդհանուր առմամբ եք դու գիտության մեջ եւ ոլորտում ֆիզիկա, քիմիա համատեղելով, ո՞նց է ստացվում համատեղելը։ Ուղղակի պետք է ժամանակ տրամադրել, բաց լրացնել ու հենց դրանում է դերքրությունը, այսինքն դու սահմանափակված չես մի ոլորտի հնարավորություններով, այդտեղ առաջ են գալիս նոր գաղափարներ, եթե ինչ-որ խնդիր կա լուծման նոր տարբերակներ, այսինքն միտեղ ֆիզիկական մեթոդներ, միտեղ քիմիական, միտեղ չգիտեմ, քիմիական ուսուցման եւ այլն, այսինքն հետաքրությունը կայանում է այդ բազմազանության մեջ։ Իսկ որն է ձեր մոտիվացիան անձնական բանաձևը, այսպես ասած, որ չնայած մարտահրավերներին, բարդություններին մնում եք ասպարեզում եւ շարունակում եք գործել։ Չգիտեմ, երևի արդեն շատ հեռու եմ գնացել դադարեցնելու համար։ Շնորհակալ ենք շատ, բայց դադարեցնենք զրույցի մեր այս հատվածը անցնելով մեր բլից հարցերին, որտեղ մենք ակնկալում ենք ձեր անկեղծ ու շատ արագ պատասխանները։ Եթե ոչ գիտություն, ապա Արդյունաբերություն, Մեկ պատճառ կամ առիթ, որը ձեզ ստիպում է մնալ գիտության մեջ։ ազատություն, մարդով մոտիվացնում է ձեզ գիտության ոլորտում։ ղեկավարս, 1 միլիոն դրամ, թե 3 սկոպուսային ամսագիր հրապարակել։ 3 սկոպուսային ամսագիր հրապարակել։ Աշխատել միայնակ թե թիմով։ Ինչ-որ միջին տարբերակ։ Եթե հնարավորություն ունենայիք հետ տալ ժամանակը, որ գիտնականի հետ կցանկանայիք աշխատել։ Պետք չի հետալ, գիտնականի մոտ կուզենայի աշխատել, բայց ջանոզանավարձը ձենամա ունեմ։ Գիտական ձախողում կամ անսպասելի արդյունք, որը նոր ուղղություն է տվել ձեր հետազոտությանը։ Բարդացան մենք մի սկզբում բացասական արդյունքը, որը Իսկ եթե հնարավորություն ունենայիք հարց տալ եզերքին եւ ստանալ պատասխան, ինչ հարց կտայիք։ Ցույց ցանկացած մարդու հարցը գարաչներ որտեղից անես սկսվել։ Եվ մեկ բառ, որ կբնութագրի ձեր գիտական ճանապարհը։ Խառը։ Այդ բոլոր նախկին հյուրերը եւ դուք էլ փաստորեն բնութագրում են որպես խառը իրենց անցած ճանապարհը։ Ու մեր մաղթանքը մեկն է լինում ավելի համակարգված լինի մնացած ընթացքը եւ նոր հաջողություններով։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ։